մինչև այս պահը փորձել եք արցախցի, հատկապես արցախցի գործարարներին դիմել, հանդիպել նրանց հետ եւ արդյոք ովքեր են համաձայնվել, եթե հանդիպումներ եղել են, ովքեր են համաձայնվել աջակցել վերնախաձեռնության։ Որոշ անհատներ դրական են արձագանքել հանդիպման, այս պահին ոչ, եկեք պայմանավորվենք հետևյալ ձևաչափով առաջնորդվենք։ Ես խոստանում եմ տարվա վերջ եւս մեկ մամլոասուլիս անցկացնել եւ հանրությանը իրազեկել կատարված աշխատանքի մասին, եթե կարիք լինի անուններով կնշենք ովքեր, ինչ ներդրում ունեն, ովքեր պատրաստակամություն են հայտնել հանդիպելու, օժանդակելու եւ ովքեր են, որ չեն ընդունել մեր հրավերը։ Կարծում եմ ճիշտ կլինի երկրորդ հանդիպման ժամանակ նշել։ Եվ հիմնացել եթե կարելի է հիմնադրամի ֆինանսավորողների հետ կապված բանկանները դուք հնչեցրիք։ Քանի որ Հայաստանը գտնվում է նախընտրական փուլում 2026 թվականի հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ են եւ ձեր նշած անձանցից գոնե մեծամասնությունը նշել է, որ արդեն մասնակցել են ընտրությունների եւ մենք էլ ականատես ենք եղել, որ քաղաքացիական պայմանագիրը ամենաբարձր մակարդակով արցախցիներին 5000 դրամով ծախսելու մեջ է մեղադրել, ես ներողություն ուզում իհարկե, մտավախություն չունեք, որ այս փուլում այն մարդիկ, ովքեր կֆինանսավորեն, դա քվում կներկայացնի այնպես, որ իրենք գնում են արցախցու ձայնը, որը կկարողանա գնել եւ իհարկե կազմակերպական ստացածների մասները։ Սա ինչ է նշանակում, այսինքն այն անհատները կամ քաղաքական ուժերը, եթե պատրաստակամություն են հայտնում օժանդակել արցախցիներին, նշանակում է, որ 5000 դրամով ձայն են գնում։ Իհարկե ոչ։ Նույն ԿՊԱ-ական պատգամավորները խոսում են, որ արցախցիները չեն կռվել։ Չեմ կարծում, որ կարիք կա արձագանքելու այդ մարդուն։ Ես մեկ առիթով ասել եմ, եթե չեն կռվել, ամեն բնակավայրում կա եռաբլուրներ, փոքր եռաբլուրներ։ Սա եւս վկայում է, որ արցախցիները ուրեմն մենակ էին մնացել ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Գեներացիոն կարելի է դրան, որ ասում չեն, ավելի շատ ասում են օրինակ Ալիզիմյանը ասաց, մնայ պայքարեի, գայք, այդ խոսույթն էլ կա։ Այսինքն, եթե մնայ, ինչ կլիներ։ Իսկ տվյալ անձը պարզաբանում է ինչպես պայքարեինք։ Առիթ կունենանք արձագանքելու, բազմաթիվ անգամներ արձագանքել ենք, բայց չէի ցանկանա մեկնաբանել։ Երևի իրենց տաքուկ գրասենյակներում պայքարի տարբեր ուղիներ իրենք ունեն կամ թող ասեն ինչպես պայքարեին։ Թող ասեն։ Եթե հարցեր չկան, շնորհակալ եմ, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում։ Այսքան։ Այո։ Այս իշխանությունները ընդհանրապես Արցախ անունը չեն տալիս, դեպեջը իսկ պատկերել է մոտ ապագայում հույսը չկա, որ ընդհանրապես այդ մասին կխոսեն։ Չնայած կառավարության ծրագրում Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա են խոստացել, չեն կատարել։ Հիմա գնում են լրիվ այլ ուղղությամբ։ Մյուս քաղաքական ուժերին էլ ըստ էության հնարավորություն չեն տվել այդ հարցով որևէ բան անել, որովհետեւ արդեն Պրահայում եւ այլում հայտարարել են Արցախը Ադրբեջանը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ են տեսնում։ Դուք ընդհանրապես Արցախի վերադարձի հույս ունեք, թե չէ, ինչ լուծումներ եք տեսնում եւ արցախահայության վերադարձի հետ կապված ինչ լուծումներ ունեք։ Արցախցիները ամեն օր ապրում են այդ հույսով, որ լինելու է վերադարձ, հավաքական վերադարձ։ Իսկ ինչ վերաբերվում է Արցախի հարցը փակելուն, մեր խնդիրը հենց դա է, օրակարգում ունենալ։ Իսկ որպեսզի օրակարգում ունենանք, առաջին քայլը Հայաստանում արցախցիներ պահելն է, որը կապված է սոցիալական խնդիրների հետ։ Եթե մենք կարողանանք Հայաստանում ունենալ 100-120 հազար արցախցիներ, միանշանակ առաջ է գալու Արցախի վերադարձի հարցը միջազգային հարթակներում։ Եվ այսօրվա իշխանությունները հարատև չեն, վստահ եմ կգան պետականամետ ուժեր եւ օրակարգում կունենանք հավաքական վերադարձը։ Վերջին տվյալներով 20 հազարի շեմը անցնում է։
դուք մի փոքր ուշացաք, ես այդ հարցին մասնակի պատասխանել եմ, այսօրվա իշխանություններից մեզ այլ սպասելիքներ չունենք։ Եվ բնական է, որ պետք է պայքարենք, եւ պայքարի ուղիներից մեկը հենց այս է, որ Հայաստանում կարողանանք ունենալ 100,000-ից ավել արցախցիներ։ Եվ մի հարցեր իշխանական պատգամավորները ժամանակ առ ժամանակ երեսով են տալիս, որ այս կառավարությունը ամեն ինչ արել է արցախցիներին լավ տանտիրոջ պես այսպես ընդունելու, սոցիալական խնդիրներ լուծելու հետ կապված դուք գոհ եք այն ամեն ինչ արել է այս կառավարությունը։ Կառավարության մասին գնահատականներ ուրեմն տվել եմ արդեն, իսկ ինչ վերաբերվում է Հայաստանում ապրող մեր հայրենակիցները, իսկապես սրտաբաց, գրկաբաց ընդունել են իրենց տները, որի համար եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում։ Կառավարությունը անում է այն, որ Հայաստանում արցախցիներ չլինեն։ Սա ուղղակի քողարկված բնակարանային ծրագիր է, չգիտեմ, այնպիսի ծրագրեր են, որոնք որ չեն նպաստելու, որ արցախցիները ապրեն Հայաստանում։ Շնորհակալություն։